նկատի ունենք page-երը, թե պրոֆիլները, թե սաղ միասին։ Չէ, բոլորը միասին, այսինքն մեր քաղաքական դաշտում էլ կան մարդիկ, որոնք հազարավոր fake edge-եր ունեն։ Հա։ Գիտեք, սենց ասեմ, fake-ը, եթե Facebook-ի մասն է, չէ՞ խոսքը։ Facebook-ում ընդհանրապես շատ հեշտ է fake-ի համբավ ստանալ, որտեղ երբ դուք գրածում եք Facebook-ում, այնտեղ պայմանների մեջ գրված է, որ դուք պարտավորվում եք վերադրել ձեր լուսանկարը, անպայման ճիշտ ձեր անունը գրել, բոլոր կենսագրական տվյալներն էլ ճիշտ գրել։ Այդ տեսանկյունից օրինակ կանանց մեծ մասը Հայաստանում fake է, որտեղ իրանք ծննդյան թվերը շատ ժամանակ սխալ են։ Եթե այդ զավեշտալի պահերը կողք դնել, ապա fake-երը իհարկե քաղաքական սրացումների ժամանակ հիմնական քաղաքական են, օրինական դրությունների ժամանակ ահռելի քանակի fake-եր կային, որոնց ցուցակները կարելի է շատ հեշտ կազմել քվեարկությունների մեջից բոլոր քվեարկողների անունները հանելով, հա, դրանցից մի 10%-ն է ռեալ մարդ, մնացածը սկսվում էր նոր գրանցված քանքեր։ Հիմա ավելի շատ դա մարքեթինգային, էլի քաղաքական է, բայց ավելի շատ մարքեթինգային fake-եր են, որոնք ստեղծում են, որպեսզի ինչ-որ բան վաճառեն, լրատվամիջոցները շատերը ունեն մեծ քանակի fake-եր, դրանք քանակի համար են, կարող է խմբերի մեջ։ Որ Circle-ում բարձր ռեյտինգ ունեն։ Հա, բայց Circle-ը սա վերաբոխվի եւ այդ սա fake-երը կմնան անիմաստ, որովհետեւ փոխված Circle-ում արդեն ամենայն հավանականությամբ տրաֆիկային ռեյտինգ չի։ Այսինքն fake-ը PR-ի համար է արվում։ Fake-ը Հայաստանում արդեն վաղուց PR-ի համար էլ չի արվում, ես այդ ուզում ասեի, քանի որ 100%-ով քաղաքական են fake-երը չկա, հա, ասենք գլամուր fake չես հանդիպի։ Իրանք քաղաքական են ու քանի որ Հայաստանում ինչ անում է շատ պապորնի, բացի այն որ կարելի է 10%-ը գտնելով է իրական մնացածը fake, մոտավորապես 1-2%-ի, հա, ասես ճշտությամբ կարելի ասել, ով է ԲՀԿ, ով է ՀՀԿ, ով է ՕԵԿ, այսինքն չոտքի երևում է, ով ինչի համար է բան անում, լայք դնում, ով ինչ է գրում, ինչ ստատուս է գրում, ով ում է փնովում, այնքան պարզ է երևում, ընդ որում հենց առաջի օրը բացվեց fake-ը երևում է ով է։ Օրինաց երկիր չկա գնա։ Ոչ չտեսրեց օրինաց երկիր fake։ Ոնց լիքն է։ Լիքը, հիմա Որնաս երկինքը հիմա տեղով fake է։ Բայց կան fake-ը, որոնք շփվելը բավական արժելի է։ Շատ կան, որ adekvat մարդիկ են լինում այդ fake-երը, հա, ու իրանք շատ քիչ են, բայց adekvat են։ Իրանք հաճելի է շփվել, իրանք իրենց adekvat էլ պահում են Facebook ցանցերում։